Տիկին Գալյան արդեն երրորդ անգամ եք հարց տալի։ Տիկին Գալյան Ֆակտոր TV-ին տեղեկություններ ունի, որ արդեն 24 օր հացադուլ իրականացնող Արթուր Օսիպյանը պահվում է անմարդկային պայմաններում, այն խուցը, որտեղ նա գտնվում է, մեղմ ասած անմխիթար վիճակում է, բորբոսած խոնավ պատեր, որտեղ նույնիսկ առողջ մարդը կարող է առողջական խնդիրներ ձեռք բերել, այլ չասած 24 օր հաց չկերած եւ հյուծված անձը, դուք սա ինչպես եք մեկնաբանում, դուք որպես արտադրության նախարար եւ ուժի ներկայացուցիչ, որը եվրոպական ստանդարտների է ձգտում, արդյոք սա նորմալ եք համարում եւ ինչ գնահատական ունեք այս իրավիճակին։ Նախ դուք հարցադրում չտվեցիք եւ պնդում արեցիք, որ կոնկրետ անձը պահվում է ինչ որ անմխիթար պայմաններում։ Մեր կապ չունի, որ հարկում է պահվում, մեր քրեակատարական հիմնարկների պայմաններն այնպիսինն են, ինչպիսին են, բայց մենք շարունակաբար դրանք բարելավում ենք։ Արթուր Օսիպյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն։ Ես ամեն օր օպերատիվ կարգով տեղեկություններ եմ ստանում նրա առողջական վիճակի մասին։ Նաև հենց երեկ նրան այցելել է մեր աշխատակիցը կենտրոնական մասից, սոցիալ-հոգեբանական աշխատանքներ իրականացնող ստորաբաժանման ղեկավարը մասնավորապես, եւ նաև նրան առաջարկվել է հաղորդում ներկայացնել հանցագործության մասին այն իրողությունների հետ կապված, որը իր կարծիքով առկա են եւ որոնք իրենց բնույթով իր կարծիքով հանցավոր են եւ այդ կապը իրավասու մարմինների, մասնավորապես քննչական մարմինների հետ ապահովվել է մեր կողմից։ Այսինքն մենք ամեն ինչ անում ենք, որ անձի բոլոր իրավունքները, այդ թվում օրինակ հացադուլի իրավունքը պատշաճ ապահովի, դրվում է զբոսանքը իրեն հասանելի եւ ամեն ինչ արվում է, տեսակցությունները հարազատների հետ եւ ոչ մի միտում չպետք է փնտրել դեպի ավելի վատ վերաբերմունք կոնկրետ անձի նկատմամբ, որովհետեւ դա ուղղակի չի կարող լինել։ Ինչ կապ ունի, ես բոլոր հարկերում եղել եմ։ 16 թվականին որոշում էր կայացվել, որ այդ 0 հարկերը այլևս չեն օգտագործվելու, շատ վատ պայմաններով սենյակ։ Որևէ հարկի հետ կապված որևէ խնդիր չկա, ես բոլոր հարկերում մշտապես լինում եմ։ Նույնիսկ ինչու է հատկապես դա ընտրվել եւ հիմա արդյոք կարող է պատճառ լինել նրա առողջական վիճակը խափանամիջոց փոխել։ Չգիտեմ ինչու է կոնկրետ խափանամիջոցը ընտրվել, որովհետեւ չեմ կարող իմանալ եւ չպետք է իմանամ, դա իմ պաշտոնը ուղղակի արգելում է։ Իսկ ինչ վերաբերում է առողջական վիճակով պայմանավորված խափանամիջոցի փոփոխությանը, ապա ես հույս ունեմ, որ բան դրան չի հասնի եւ անձը դուրս կգա հացադուլից, իր բարձրաձայնած խնդիրները, եթե դրանք իրական խնդիր են, կստանան լուծում։ Ամեն դեպքում նաեւ հույս ունեմ, որ վարույթ իրականացնող մարմինները ինչ որոշում կայացնեն, դա մենք դա ենք իրականացնելու, այո։ Կարելի է ասել, որ բոլորի դեպքում էլ մեր պարագայում հիմա էգոիստական բան կասեմ, խիստ ցանկալի է, որ խափանամիջոցը փոխվի։ Կներեք դուք այցելել եք տիկին նախարար։ Ոչ, Արթուր Օսիպյան չեմ այցելել։ Տիկին Գալյան, ճիշտ է, դեռևս նոր կառավարություն չի դերավորվել, բայց արդեն կան նախագծներ, որ քննարկվում են նոր կառավարության կազմում։ Արդյոք քննարկվել դուք ձեր պաշտոնը պահպանելու եք կամ ցանկություն ունեք պահպանելու։ Չի քննարկվել եւ դա եւս ժամանակի հարց է։ Այսինքն պատասխանը ժամանակն է։ Այո, ինչու ոչ։ Տիկին Գալյան, Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդումը ընդդիմությունը արդեն շտապում է հայտարարել որպես քաղաքական հետապնդում։ Շատ շահեկան է ընդդիմության համար եւ միակ տարբերակն է բոլոր քրեական գործերը պիտակավորել քաղաքական հետապնդում անունով։ Սա է իմ պատասխանը, այլ պատասխան չունի։ Իմացան, որ հատերից խուսափել ինչու ավելի վաղ չեն անում։ Կներեք, բայց ձեր կողմից նշած անձի նկատմամբ քրեական հետապնդումները եղել են եւ քրեական գործեր նրա վերաբերյալ եղել են այս բոլոր տարիների ընթացքում դատական պրոցեսներ են եղել եւ կան։
այդ թվում եւ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնականության համատեքստում։ Ամեն դեպքում 3 վարչության նիստում քննարկել եք, այո, դուք ճիշտ եք, 2/3 պատգամավորների այդ թիվը իշխանությունը չի ունեցել նաեւ այս գործող խորհրդարանում, բայց ամեն դեպքում քննարկվում է ինչ կերպ է իշխանությունը պատկերացնում, ֆրակցիան պատկերացնում աշխատանքը արդեն խորհրդարանում, երբ որ նախագիծը հասնի քվեարկության փուլի, արդյոք պատրաստականություն կա այդ հարցով քննարկումներ սկսելու ընդդիմադիր այն խմբակցությունների հետ, որոնք արդեն կարծես թե նշմարվում է, որ կլինեն։ Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, որովհետև դա չենք քննարկել, բայց տրամաբանությունը պետք է լինի այն, որ քննարկումները պետք են եւ միանշանակ կլինեն։ Կներեք, եթե չկա այդ անհրաժեշտ ձայները, արդյոք քննարկում է ԿՊ-ն, որ նախագիծը հավանության արժանացնեն, ավելի ճիշտ հանրաքվեի դնեն ստորագրություններով, որովհետև նաև 300,000 ստորագրության դեպքում կարող է սահմանադրության հանրաքվե կազմակերպվել։ Պրոցեսը սկսենք եւ ժամանակը ցույց կտա, թե ինչ ճանապարհով կգնանք։ Այսինքն մենք նախ եւ առաջ, ինչպես եւ նախկինում ես բազմաթիվ անգամներ նշել եմ, խնդիր չունենք պրոցեսը կուլիսների հետևում պահելու եւ չենք էլ կարող։ Մեր առաջին նպատակը հանրության ժողովրդի հետ քննարկումը սկսելն է, այդ էջը բացելն է։ Դրանից հետո մենք պետք է հասկանանք, թե ինչ արձագանք ենք ունենում հասարակությունից, մարդիկ ինչ են կարծում, մենք իրենց պետք է բացատրենք նոր կարգավորումները ինչի մասին են։ Մենք պետք է ստանանք առաջարկներ, մենք պետք է անենք փոփոխություններ, մենք պետք է վերջնականացնենք պրոցեսը, հետո կհասկանանք, թե ինչ ճանապարհով ենք գնում։ Դեպքում չի նախագիծը ազգային ժողովի հավանության կարիքը ունեն, այսինքն կա մի սցենար, երբ որ պետք չի լինելու։ Եկեք սցենարները թողնենք ապագայի քննարկման։ Չէ, նկատի կարգավորումները հիմա որ կան։ Կա մի ընթացակարգ, որը թույլ է տալիս շրջանցել խորհրդարանում նախագիծը քվեարկության դնելու ընթացակարգը։ Իրականում 2/3 պահանջը այս պահին սահմանված է սահմանադրությամբ, բայց հանրաքվեի իրավունքն էլ անմիջական իրավունք է, որը ժողովուրդը ունի։ Սա ուղղակի ասեմ, ու փակենք այսօրվա քննարկումը, մյուս հարցերը թողնելով ապագայի։ Հանրաքվեի դեպքում էլ 2/3-ը պետք չի լինի։ Ես ասացի այն, ինչ ասացի, առաջարկում եմ բաց թողնել քննարկումը։ Մենք կլսենք նաև մասնագիտական մի շարք կարծիքներ, բայց հիմա մեզ համար, որպես հանձնառություն ստանձնած քաղաքական օր, նոր սահմանադրություն ունենալու, ամենակարևորը մեր քաղաքացիների հետ երկխոսությունը սկսելն է։ Իսկ մոտավորապես նախանշված ժամկետ երբ սահմանադրեցի առաջիկա օրերին կախված է կարծիքներից, դրանց բովանդակությունից եւ մեր աշխատանքի ծավալից, որովհետեւ արդեն բարձ է դուք մանդատը վերցնում եք, թե ինքնավար ասել եք, լավ չեմ ֆիքսեք։